Շնորհակալություն, տիկնակ եւ պարոնակ, ես հարցում եմ արել Հայաստանի ոստիկանությանը եւ ստացել պատասխան, որ հունվարի 10-ից փետրվարի 10 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ավելի քան 7000 քաղաքացի հաշվառման հիմ վայրից դուրս է եկել եւ գրանցվել է հաշվառման նոր վայրում։ Սա արտառոց թիվ է, մանավանդ որ շարունակում են ահազանգեր ստացվել, որ վարչական լծակների գործադրմամբ գործատուները շարունակում են մարդկանց գրանցման ընտրությունների հետ կապված հաշվառման վայրից հանել եւ իրենց հարմար ընտրատարածքներում հաշվառել։ Նման ահազանգեր կան, որոնք դեռ պետք է ստուգել Հայաստանի էներգետիկ հեցի հետ կապված այդպիսի ահազանգ կա, Արաքս թռչնաֆաբրիկայի հետ կապված այդպիսի ահազանգ կա, այլ տարբեր ընկերությունների հետ, բայց ես կարծում եմ իհարկե մենք հարցումներով հետամուտ կլինենք, որ այդ թիվը պարբերաբար ունենանք, բայց կարծում եմ իրավիճակը հաշվի առնելով ոստիկանությունը իր նախաձեռնությամբ ամեն շաբաթյա տեղեկանք պետք է հրապարակի, թե Հայաստանի Հանրապետության քանի քաղաքացի է հաշվառման վայրից դուրս եկել եւ նոր հաշվառման վայրում գրանցվել, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքում հնարավորություն կա, որ մարդը հաշվառման վայրի ընտրական ցուցակից դուրս գա եւ հաշվառվի գտնվելու վայրի, ընտրությունների քվեարկության օրը գտնվելու վայրի հաշվառման ցուցակում։ Այս թվերը մենք պետք է տիրապետենք հստակ եւ թույլ տվեք ասել, որ եթե ահազանգների եւ այս process-ը շարունակի ծավալվել, դա կարող է Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավիճակը կտրուկ սրել եւ կարծում եմ բոլորս այս հանգամանքը պետք է հասկանանք եւ գիտակցենք եւ հետագա process-ների պատասխանատվությունը այս դեպքում կընկնի գործող իշխանությունների վրա։ Շնորհակալություն։